Աննա անունով մի արցախցի կին, երբ որ գնացիք կարիքի գնահատման, դե շատ վատ վիճակում տուն էր, բայց ինքը ինձ շատ խիստ տոնով ասաց, որ տեսեք, եթե դուք կարող եք կլարնետ մեզ նվիրել իմ տղայի համար, SSS կրիտերիաներով, ապա նվիրեք, մենք չենք հրաժարվի, բայց սառնարան լվացքի մեքենա դա մեզ պետք չի, մենք մի օր դա կունենանք, չհասկանալով օրինակ այդ 400,000 դրամանոց կլարնետը ինչի է հենց այդ պահին այդ մարդկանց պետք, բայց մենք ձեռք բերեցինք, ինձ շատ հետաքրքիր էր շարունակությունը ու իմ էգոն երևի ուզում էր այդ շնորհակալությունը լսել, բայց չեղավ այդ շնորհակալությունը, փոխարենը 2 ամիս անց զանգ ստացա, որ իր տղան Իտալիայում փառատոնին առաջին տեղն է գրավել, ստացել է մրցանակային ֆոնդ, դա փոխեց հիմնադրամի ռազմավարությունը։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մեր զրուցակիցը Դեկավվա բարեգործական հիմնադրամի համահիմնադիր, Հարեհաս սոցիալ-կրթական ծրագրի հիմնադիր Ադրիաննա Մարությանն է։ Բարև ձեզ Ադրիաննա։ Բարև ձեզ Անուշ ջան։ Շատ հաճելի է ձեզ պես դրական հյուր ունենալը մեր տաղավարում։ Շնորհակալ եմ հյուրընկալելու համար, շատ կարևոր զրույց կունենանք հուսում եմ։ Շատ կարևոր եւ առանցքային գործ եք անում։ Սկսենք գործունեության սկզբից, նպատակից, ինչպես որոշում կայացրեցիք, որ պետք է նման ծրագիր իրականացնեք։ Այո, Դեկավա բարեգործական հիմնադրամը հիմնադրվեց ճգնաժամային իրավիճակում, երբ որ Արցախի տեղահանումը եղավ, երբ որ բոլորս ինչ-որ բան անում էինք մեր հայրենակիցներին աջակցելու համար, ու այդ ժամանակ համահիմնադրեցի հիմնադրամը ու սկսեցինք արցախցիներին տեղավորելուց, ու երբ որ Գեղարքունիքի մարզում էինք լինում, այնտեղ փորձում էինք տներ գտնել, վարձակալել, առաջին անհրաժեշտության իրեր, մարդկանց նվիրել ու շրջադարձային մի հանդիպում եղավ եւ Աննա անունով մի արցախցի կին, երբ որ գնացիք կարիքի գնահատման, դե շատ վատ վիճակում տուն էր, բայց ինքը ինձ շատ խիստ տոնով ասաց, որ տեսեք, եթե դուք կարող եք կլարնետ մեզ նվիրել իմ տղայի համար, SSS կրիտերիաներով, ապա նվիրեք, մենք չենք հրաժարվի, բայց սառնարան լվացքի մեքենա դա մեզ պետք չի, մենք մի օր դա կունենանք, ձեռք կբերենք։ Ու ես դուրս եկա այդ տնից ու շատ սենց շոկային էր իմ համար, մի կողմից այդ էգոն, որ ոնց ես գնացել էի օգնելու, դրանից հրաժարվեցին, մյուս կողմից չհասկանալով, օրինակ այդ 400,000 դրամանոց կլարնետը ինչի է հենց այդ պահին այդ մարդկանց պետք, բայց մենք ձեռք բերեցինք, ինձ շատ հետաքրքիր էր շարունակությունը ու էլի այդ ժամանակ իմ էգոն երևի ուզում էր այդ շնորհակալությունը լսել, բայց չեղավ այդ շնորհակալությունը, փոխարենը 2 ամիս անց զանգ ստացա, որ իր տղան Իտալիայում փառատոնին առաջին տեղն է գրավել, ստացել է մրցանակային ֆոնդ, դա փոխեց հիմնադրամի ռազմավարությունը։ Մենք հասկացանք, որ մարդկանց հաճախ պետք են կրթական գործիքներ, այսինքն պետք է առաջ շարժվել միայն ու միայն կրթությամբ, որովհետև այդ տեղային աջակցությունները իրանք երկարաժամկետ ոչ մի փոփոխության չեն բերում։ Եվ սկսեցինք համակարգային մտածել, ուսումնասիրություններ անել եւ 25 թվականի սկզբին մեկնարկեցինք մեր Հարեհաս սոցիալ-կրթական ծրագիրը։ Հարեհասը նշանակում է արագ հասնող ընկեր, շատ հաճախ ընկերներին են ասում, մենք էլ մեզ ասոցացնում ենք այդ ընկերոջ հետ, որովհետեւ մենք պատրաստի մոդելներ չունենք գյուղի համար։ Մենք գնում ենք գյուղ ու մարդկանց հետ միասին գծում այդ ռազմավարությունը զարգացման կրթության միջոցով։ Մեր ծրագիրը բաղկացած է եռամսյա կրթական process-ից, որի առաջին մասնակիցները մայրերն են ու կանայք, որովհետև մայրերը այսօր որոշում են, թե իրենց երեխաները 10 տարի հետո որտեղ կլինեն։ Մեծ կմտածեն, մեծ կերազեն, թե ուղղակի կսահմանափակվեն ու շատ հաճախ մեզ ասում են, չէ, գյուղում չկան հնարավորություններ, ոնց գյուղից գնաս, օրինակ, արտերկրում սովորես, բայց հիմիկվա ժամանակներում դու կարող ես գյուղից ունենալ նույն հնարավորությունները, հավասար հնարավորություններ կրթվելու ու առաջ գնալու, բերելու ինչ-որ բան քո գյուղ։
Եվ մայրերի հետ մենք անցնում ենք եռամսյա կրթական ծրագիր, որի ընթացքում խնդիրների հիման վրա նախագծեր են ստեղծվում։ Այսինքն մենք վեր ենք անում գյուղի խնդիրները, միասին ուսումնասիրում ենք 0-ից մարդիկ իրենց բիզնես նախագծերը, սոցիալական նախագծերն են հիմնում, ու այդ process-ում ոչ մի պատրաստի լուծումներ չկան, որովհետև իրենցից լավ մենք իրենց գյուղը չենք ճանաչում։ Ու ես միշտ ասում եմ, որ մենք չենք եկել ինչ-որ բան տալու։ Մենք եկել ենք, որ միասին հասկանանք ձեր գյուղին, ինչա պետք։ Ոնց է այդ զարգացման ուղին լինելու հենց ձեր գյուղի, որովհետև գյուղ է գյուղ, իրար կողքի գտնվող գյուղերի առօրյան այդ զարգացման ուղիները անչափ տարբեր են։ Մի նման կետ չկա, որ մենք ասենք գնանք այստեղ նույն բանը անենք, ինչ որ նախորդ գյուղում արեցինք։ Այ շատ իմաստուն օրինակով սկսեցինք զրույցը, Տիկին Աննան, որը շատ ճիշտ կարևորել է անհրաժեշտությունը իր երեխայի համար եւ ճիշտ է, գուցե բառացի շնորհակալություն չի ասել, բայց ամիսներ անց նրա զանգը եւ ձեզ տեղյակ պահելը եղել է հենց շնորհակալությունը։ Ինչու ընտրեցիք Գեղարքունիքի մարզը, ինչու հենց այդ մարզից։ Իրականում ինքս շատ կամավորել եմ Գեղարքունիքի մարզում ու հաճախ տեսել եմ այդ խնդիրները, որոնց հետ կանայք մայրերը ցավոք բախվում են։ Գեղարքունիքի մարզը ցուցանիշներով ամենաառաջատար մարզն է թե գործազրկության, թե բռնության, ու մենք ուսումնասիրություն ենք կատարել, որը ցույց է տվել, որ դա ոչ միայն մարդկանց առօրյայից է կախված, հա, կլիման էլ այդտեղ շատ մեծ նշանակություն ունի, դեր ունի, այո, եւ շատ տարբեր գործոններ բերել են դրան, բայց դրան հակառակ մենք ունենք անսահման մեծ ներուժ հենց կանանց մեջ, ու երբ որ կինը հավատում է, որ ինքը կարող է անել շատ բաներ, իր հնարավորությունները անսահման են, դու տեսնում ես, թե ոնց է գյուղը քայլ առ քայլ սկսում զարգանալ ու ծաղկել։ Դա մենք տեսել ենք մեր գյուղերի օրինակով, մենք արդեն ունենք 4 կրթական կենտրոն, որտեղ ամբողջ այդ process-ները իրականացվել են, կրթական դասընթացներն են անցկացվել, հետո սկսվել է գյուղի զարգացման կենտրոնը, զարգացման շրջանը, մեր զարգացման կենտրոնները իրենք տաքուկ շատ լուսավոր անկյուններ են այդ գյուղերում, որ այդպիսի անկյուն չունի գյուղը։ Մարդիկ անգամ եթե ուզում են խնդիրների մասին իրար հետ խոսալ, չկա մի տեղ, որտեղ կարող են գնալ ու այդտեղ խոսել։ Բայց մենք ստեղծել ենք հարթակ, ապահով, տեխնիկապես զինված, բոլոր հնարավորություններով, որտեղ մարդիկ հավաքվում են, խնդիրներ են քննարկում, լուծումներ են գտնում, նախագծեր են ստեղծում, երիտասարդները ունենում են ժամանց, կրթական ժամանց, մենք գրքի ընթերցանության խմբակներ ունենք բոլոր մեր գյուղերում, ֆիլմի դիտումներ ունենք ու մեզ մոտ պատահական ֆիլմեր եւ գրքեր չեն ընդգրկվում մեր ծրագրի մեջ, քանի որ ամեն գյուղում կարիքից ելնելով շատ տարբեր, օրինակ ֆիլմը երբ որ ցուցադրում ենք, դա ինչ որ կարիք է լրացնում։ Եթե մենք զգում ենք տվյալ գյուղում համերաշխության, միասնականության պակաս կա, մենք շեշտը դնում ենք այդպիսի գրքերի եւ ֆիլմերի վրա, որ դա խրախուսենք երիտասարդների, երեխաների շրջանում։ Մեր կենտրոններում տարբեր խմբակներ են գործում՝ պարի խմբակ, դհոլի խմբակ, երաժշտական այլ գործիքների խմբակներ, ունենք լեզուների խմբակներ, ձեռագործության, դիզայնի, այսինքն շատ լայն հնարավորություններ են հայտնվում գյուղում, որը հենց ստեղծում են այդ գյուղի կանայք։ Հեշտ էին շփումները կանանց հետ, որովհետև մարզերում պահպանողականությունը բնականաբար ավելի մեծ է եւ տղամարդիկ հեշտ էին համաձայնվում, որ կինը գա, մասնակցի ինչ-որ բանի, ներգրավվի։ Առաջին գյուղում սարսափելի բարդ էր։ Առաջին գյուղում մենք դռնեդուռ, այսպես կարելի ասել, խնդրել ենք, որ մարդիկ գան ու մեզ վստահեն։ Եվ առաջինը ընկերացել ենք հենց տղամարդկանց հետ գյուղի, որովհետև ես իմ ընտանիքի հետ, ամուսնուս, բալիկիս հետ ապրում եմ այդ գյուղում, որտեղ ծրագիրը սկսվում է, մոտ 1 ամիս, ես լինում եմ այդ գյուղում նախնական, բայց նշենք, որ դուք այդ գյուղից չեք, դուք Երևանից եք, դա նշենք, այո։ Ու դա շատ մեծ բան է փոխում, որովհետև երբ որ դու այդ մարդկանց հետ առօրյա չես կիսում, երբ որ դու ինչ-որ օտար մարդ ես, որ եկել ես թելադրես, թե իրանք ոնց պետք է ապրեն, կներեք, ինչի պետք է այդ մարդիկ քեզ լսեն, ինչքան էլ հնչեղ անուն ունենա քո հիմնադրամը, հա։ Ես համաձայն եմ դրա հետ, որ մարդիկ շուտ չվստահեն, որովհետև շատ հիասթափությունների է դա բերելու։
Մենք այսպես վստահությունը քիչ-քիչ կառուցում ենք։ Միասին սուրճ խմելով, միասին ընտանիքներին այցելելով, անգամ այդպիսի մշակույթ ունենք հիմա արդեն ստեղծված, որ մեր նախորդ գյուղերի կանայք, ընտանիքները գալիս են անպայման մեր հաջորդ գյուղի հետ շփվում են, այդ կապերն են հաստատում։ Մենք ստեղծում ենք sense մարդկանց համայնք, որոնք պատրաստ են ցանկացած պահի իրար օգնել, իրար աջակցել, իրար հետ չհամաձայնվել, որովհետև դա էլ է շատ կարևոր մշակույթ, քանի որ երբ որ հիմնադրամները գնում են եւ ինչ որ ծրագրեր են անում, հա, այդպիսի բան կա, որ ինչ ասեն, պետքա հալած յուղի նման մարդիկ ընկալեն։ Մենք հաճախ ասում ենք ժողովուրդ մի համաձայնվեք մեր հետ։ Կարող է այդ հարցի լուծումը մենք չենք տեսնում։ Մեզ challenge արեք, մեզ մարտահրավերներ նետեք, ասեք բայ էս էլ անենք, բայ էլ անենք, դուք եղեք ձեր գյուղի առաջնորդները։ Մենք գալիս ենք այդ առաջնորդներին ծնելու, որովհետև իրոք ծնվում են ֆանտաստիկ դեմքեր, որ իրանք չգիտեին, որ իրանք այդքան ներուժ ունեն, իսկ հիմա իրանք ամեն մեկը մի հիասքանչ գործով է զբաղվում իր գյուղում։ Իհարկե արդեն իմաստունների կողմից ասվել է, որ տվեք մեզ կիրթ եւ խելացի մայրեր եւ կտանք կիրթ եւ խելացի հասարակություն, բայց դուք ինչի սկսեցիք հենց մայրերից, որն էր նպատակը կանանցից, մայրերից։ Ես տեսա, թե խնդիրները գետնի վրա, հա, պատերազմը կան ժամանակահատվածում, երբ որ ամուսինները արտերկրում են աշխատում, այդ ընթացքում ինչքան է մայրերի հուզական վիճակը եւ այդ ինտելեկտը չունենալը, ներքին հենարանը չունենալը, ինչքան է ազդում այդ երեխաների վրա, հա, իրանք ամեն օր շատ վատ տրամադրություն ունեն, չեն ժպտում, չեն կարևորում իրենց երեխաների երազանքները, իսկ եթե մեր երեխաները չեն երազում, ուր ենք մենք գնում։ Մենք չունենք այդ ապագան, այն դեպքում, երբ որ եթե երեխան երազում է, ինքը կարող ունենա ֆանտաստիկ նպատակ, օրինակ օդաչու դառնալու։ Իսկ երբ որ ինքը գա իր մոր մոտ, հիմնականում դա այդպես է լինում, հա, դու ես գյուղից հեսա կդառնաս օդաչու անպայման։ Քննադատական, ծաղրական հիմնականում վերաբերմունք դա ես տեսել եմ կամավորության երկար ընթացքում, ու իմ համար այդ կարևոր էր այդ աղքատության, այդ խեղճության ցիկլը կոտրել հենց մայրերի հետ, որովհետև մեր մայրերը հիմա, երբ որ գնում են տուն, սովորում են, դաս են անում, պատրաստվում են, պրոյեկտ են նախագծում, այդ երեխաները արդեն ուզած չուզած ապրում են ուրիշ իրականության մեջ, որտեղ իրանց մայրը արդեն առաջնորդ է, ու իրանք տեսնում են այդ մոր առաջընթացը, ու դա իրանց համար ամենաիրական խթանն է հանդիսանալու հետագա արարման ընթացքում։ Այ ես նկատել եմ, որ դուք նաև ներառում եք Երևանից, ընդհանրապես Հայաստանից տարբեր մասնագետների կանանց, հաջողած կանանց եւ հրավիրում եք, չէ՞, ծրագրի շրջանակում խոսենք նաև այդ մասին, ինչ արդյունք է տալիս դա, արդյոք ոգևորում է։ Այո, իրականում գյուղում կանայք չեն պատկերացնում, որ Երևանում շատ հաջողությունների հասած, ինքնաբավ կինը կարող է գալ գյուղ ու շփվել իրենց հետ հավասարը հավասարի։ Դա ամենամեծ կարծրատիպն է, որ մենք կոտրում ենք, երբ որ շատ լավ մասնագետներ գալիս են ու ուղղակի խոսում են, ինչպես կինը կնոջ հետ կխոսի սրճարանում, կքննարկի տարբեր հարցեր, անպայման չի խոսենք կրթական, ինչ-որ մագիստրոսական եւ այլն թեմաներից, հա, մենք խոսում ենք պարզ թեմաներից, թե ինչ է պետք կնոջը, ինչ է անում մի ժպիտը առավոտյան արթնանալուց, երբ որ դու շատ խնդիրներ կան, բոլորիս կյանքում այդ խնդիրները կան, հա, երբ որ դու որոշում ես առավոտյան արթնանալ ու ժպտալ։ Դա շատ բան է փոխում, ու այդ շփումները ստեղծում են մի միջավայր, որտեղ մեր կանայք իրոք արտահայտվում են ու իրենց ձայնը լսելի է, ու ոչ միայն լսելի է, այլ շատ կարևոր եւ արժեքավոր է, քանի որ մենք միայն չենք լսում իրենց, հա, մենք անում ենք տարբեր քայլեր ի նպաստ այդ իրավիճակի շտկմանը, մենք ունենք հոգեբաններ, մենք ունենք արտ-թերապիայի ժամեր գյուղերում, կավով աշխատանք են անում մեր կանայք, երգում են, այդ ամեն ինչը, ինչ որ առաջին հայացքից թվում է, թե նորմալ բան է, սովորական բան է, բայց ոչ մեկ չի անում դա գյուղերում։ Մարդիկ սովոր չեն այդ ժամանակը գտնել, դա ինքնախնամքի դրսևորում է, հա, երբ որ կինը այլ կնոջ հետ խոսում է ոչ թե հարևանից,
այլ խոսում է այնպիսի արժեքներից, ինչպիսիք են կրթությունը, ներքին զարգացումը, հոգեբանական առողջությունը, այդ ինքնախնամքի 10 րոպեն գտնելը օրվա ընթացքում։ Ու մեր հյուրերը ապացուցում են, որ կապ չունի որտեղ ես դու ապրում ու որտեղ ես դու հաջողության հասել, դու ունես շատ խնդիրներ, առօրյա հարցեր, որոնց մասին դու անընդհատ մտածում ես, բայց շատ կարևոր է առաջինը կարևորել հենց ինքդ քեզ ու գտնել այդ 10 րոպե ժամանակը քո համար։ Ու ամենաիմ սիրած զրույցը այն էր, երբ որ մեր կանանցից մեկը ասեց, գիտեք իմ համար օրինակ ինչն է ինքնախնամք, ու ինձ զարմացրեց, որ ինքը ասեց, ես 10 րոպե ամեն օր սկսել եմ գիրք կարդալ, ու դա իմ համար ինքնախնամքի դրսևորում է։ Ու շատ մտածելու տեղիք դա ինձ տվեց։ Ու մենք չենք գնում սովորեցնելու, հա, մենք անսահման շատ բան սովորում ենք այդ մարդկանցից այնտեղ, որտեվ այն ուժը ու այն ժամանակի կառավարման հմտությունը, որ իրենք այնտեղ ունեն, իրենց օրը 5-ից է սկսվում, ավարտվում է գիշերը, երբ որ օրինակ բոլորը քնեն, ամանները լվացվեն, փոշեկուլը արվի այդ ժամանակ ու առավոտյան իրանք էլի նույն ձև արթնանում են։ Իրենց ժամանակի կառավարման հմտություններ ոչ մեկ չի սովորեցրել, բայց իրանք դրան տիրապետում են։ Ու երբ որ դու ասում ես, տես, դու այսքան բան ես կառավարում քո կյանքում։ Շատ մենեջերներ դա գնում են տարիներով սովորում են ոնց ճիշտ կառավարեն։ Այդպես շատ հավես զրույցներ ենք ունենում։ Այստեղ շատ կարևոր է, որ ոչ միայն կիրթ ու խելացի հասարակություն է մեզ պետք, այլ նաև առողջ հասարակություն է մեզ պետք, իսկ դուք այդ մասին եւս հոգ եք տանում մասնագետներ ներառելով, որովհետեւ մենք շատ հաճախ բողոքում ենք օրինակ, թե բռնությունից, թե կնոջ իրավունքից, կնոջը թերագնահատելուց եւ այլն, բայց չէ որ հենց կանայք են, չէ, դասյարակում, մեծացնում տղամարդկանց, տղաներին եւ այլն։ Արդյոք տղամարդկանց կողմից ըմբոստություն չեք նկատել, թե իրենք ողջունում են ծրագիրը։ Սկզբում չեն հասկանում։ Ու դա երևի թե նորմալ է, որ չեն հասկանում ինչ ենք ուզում մենք իրանցից, որն է մեր շահը դրանում, բայց հետո երբ որ կանայք ովքեր արդեն ինչ որ բաների են հասնում, տեսնում են թե մենք ոնց ենք արժևորում այդ կանանց, թե ինչ տեղ ենք տալիս մենք, տեղ են տալիս շատ այլ մարդիկ, իրենք սկսում են ուրիշ հայացքով նայել իրանց կանանց։ Ու այդ ժամանակ իրանք միայն խրախուսում են, միայն կանգնում են իրենց կանանց կողքին, բոլոր բիզնես պրոյեկտներում, ինչ որ ունենք մեր կանանց պրոյեկտներում, բոլորի հետ են իրենց ամուսինները, իրանք ընտանիքով են անում, ոչ միայն ամուսիններս, կեսրայրներս, կեսուրները, այսինքն բոլորի կողքին ընտանիքն է ու մենք դա շատ կարևորում ենք ընտանիքի դերը։ Մենք ասում ենք, որ մենք կանանց հետ ամբողջ գյուղն ենք փոխում, իսկ դրա մեջ առաջին հերթին ընտանիքն է, կին, ընտանիք եւ հետո գյուղ։ Ակամայից ես վստահ եմ արտագաղթի մասով էլ որոշ ժամանակ անց կլինի կասեցումներ, եթե այսպես շարունակվի, նաև հենց ծրագրի շնորհիվ։ Ես կարծում եմ, հա, որովհետև գերնպատակը ծրագրի դա մարդկանց մտածելակերպ փոխելն է։ Երբ որ այդ ամենաբարդ բանին մենք կարողանում ենք հասնենք, անգամ գյուղում 30 հոգու մտածելակերպ մենք կարողանում ենք փոխել, դա սկիզբ է դառնում, որ հնարավորությունները բերենք գյուղ, ոչ թե մենք գնանք գյուղից, ու այդ շատ ենք կարևորում, շեշտադրում ենք միշտ, որ Երևանում ոչ մի բան առավել չի։ Միայն աղմուկն է ավելի շատ, միայն ֆոկուսի խնդիրն է բոլորիս մոտ ավելի շատ, որ մենք անընդհատ վազում ենք, անընդհատ։ Ես շատ լավ աշխատում եմ, երբ որ ես գյուղում եմ։ Ու ես շատ հաճախ աշխատում եմ գյուղից, այն շրջանում, որ անգամ չեմ ապրում, փորձում եմ թիմով աշխատել այնտեղից, որովհետև այնտեղի համար ենք մենք աշխատում։ Եվ արդյոք մարզերը ընդլայնելու նպատակ ունեք մարզերում ծրագիրը եւ Գեղարքունիքի մարզից բացի, որ մարզերն են թիրախում։ Մենք այսպիսի քաղաքականություն ենք որդեգրել, որ մենք միայն այն գյուղում կսկսենք մեր ծրագիրը, որտեղ մեզ կսպասեն եւ պատրաստ կլինեն մեզ հետ անցնելու ողջ զարգացման process, որովհետեւ բացի այն, որ մենք ենք այնտեղ աշխատանք տանում հսկայական, մեր հետ աշխատում է ամբողջ գյուղը, այսինքն թե գյուղի վարչական ղեկավարը, թե ավականու անդամները, թե գյուղապետարանի աշխատակիցները, թե գրադարանավարուհին, թե դպրոցի անձնակազմը, մանկապարտեզի անձնակազմը, մենք բոլորի հետ աշխատանքներ ենք տանում միասին, որ այդ գյուղը զարգանա։
Մենք անընդհատ ֆինանսավորում ենք փնտրում տարբեր տեղերից, այդպես չի, որ մենք ունենք այդ ֆինանսները ու ման ենք գալիս գյուղ, որտեղ կարող ենք գնալ։ Մենք այսպես ենք մտածել, որ կարևոր է թե որտեղ մեզ հետ կուզենան աշխատեն։ Որ գյուղից այդ ազդակը կունենանք, որ գյուղը ցանկանում է մեզ հետ աշխատել, մենք այդ փորձը ունենք եւ արդեն Կոտայքի մարզում մոտորերս կբացվի մեր 5-րդ հարեհաս կենտրոնը Զար գյուղում, որտեղ մեզ շատ գրկաբաց սպասել են, մեզ հետ ամեն օր աշխատել են, արդեն նախապատրաստական այդ ամբողջ փուլերը անցել ենք, ունենք մոտ 32 կին, ովքեր գրանցվել են ու արդեն իրենց հետ կսկսենք այդ ամբողջ process-ը։ Ֆինանսական մասին էլ անդրադառնանք, ինչպես եք լուծում ֆինանսական խնդիրները։ Շատ բարդ իրականում, որովհետև ես ինքս մասնագետ չլինելով կա այդպիսի մասնագիտություն, ֆոնդահայթման մասնագետներ կան, ու ես ինքս եղել եմ հիմնադրամներում միայն կամավորել եմ, մինչ սեփական հիմնադրամը համահիմնադրելուց, ու շատ դժվար է մարդկանց իրոք ցույց տալ, թե ինչ ենք մենք անում ու ինչ ազդեցություն ունենք, ու նաև կարծում եմ այսպիսի այցերը, զրույցները նպաստում են, որ մեր մասին շատերը իմանան, քանի որ ես վստահ եմ, որ կան մարդիկ, ովքեր պատրաստ են նման նախաձեռնությունների կողքին լինել։ Պարզապես մենք չենք կարողանում դեռ շատ լավ իրենց գտնել։ Շատ ենք աշխատում, շատ տարբեր ընկերություններ են մեզ միանում, տարբեր գումարային չափերով, հա, բայց մենք անընդհատ ֆինանսական ֆոնդահայթման շրջանակում ենք գտնվում ու ամեն գյուղ գնալը մեզ համար այդպես է, հա, մենք սկզբում հայթայթում ենք, հետո փորձում ենք մարդկանց հետ որոշել, մարզպետարանների, համայնքապետարանների հետ համագործակցությամբ փորձում ենք գտնել այդ գյուղերը, որտեղ մեզ սպասում են ու մեր կարիքը ամենաշատը կա։ Առաջիկայում ինչ միջոցառում ունեք։ Մենք այս պահին մեկնարկել ենք գարնանային արշավը ծաղկեցրու եւ որի նպատակն է մեր 6-րդ գյուղի Վահրամաբերդ գյուղի համար հայթայթել գումար։ Վահրամաբերդը գտնվում է Շիրակի մարզում, որտեղ էլի շատ հիանալի կանայք կան ու շատ էլի մեզ սպասում են ու փորձելու ենք գարնան ընթացքում կուտակել այդ գումարը եւ կարողանալ գնալ Վահրամաբերդ։ Ապրիլի 17-ին մեր Զար գյուղի հարեհաս կենտրոնի բացումն է ու սիրով կարող են ցանկացողները, ցանկացած մարդիկ ձեր ունկնդիրները եւս այցելել ժամը 17:00-ին տեղի կունենա բացումը եւ ես միշտ ասում եմ ավելի լավ է մեկ անգամ գալ տեսնել ինչ ենք անում, քանի որ հա ես կարող եմ ժամերով դրանից խոսել, բայց այն ինչ որ դուք ոնց որ կտեսնեք այդտեղ, դա լրիվ այլ բանի մասին է։ Ադրիանա, ով է երջանիկ կինը ըստ ձեզ։ Երջանիկ կինը իմ կարծիքով առաջինը հաշտ կինն է, ինքն իր հետ հաշտ, համերաշխ ապրող կինը։ Երբ որ քո գլխում չկան մեղադրանքներ քո անձի հանդեպ, մենք հաճախ կանայք շատ ենք մեզ դատապարտում տարբեր բաների համար ու ես շատ երկար թերապիաներից հետո կարողացել եմ հասնել ներդաշնակության ինչ-որ կետի, որտեղ ես գոնե ինձ չեմ մեղադրում ինչ-որ բաների մեջ, որը կատարվում է մեր շուրջը, քանի որ շատ աղմուկ կա, շատ նեգատիվ կա, շատ այնպիսի էմոցիաներ կան, որ դու ուզես չուզես վերցնում ես քո վրա, բայց կարևոր է ունենալ այդ ներքին հաշտ վիճակը ու այդպես առաջնորդվել, միշտ վերադառնալ այդ վիճակին ու հասկանալ դա քոնն է, դա պետք է վերցնես այդ էմոցիան, թե չէ։ Ու երբ որ հատկապես դառնում ես մայր, դա ոչ միայն քո մասին է արդեն, դա քո երեխաների մասին է։ Դու պետք է ամեն առավոտ արթնանաս, ժպտաս, անգամ եթե ամեն ինչ շատ վատ է։ Երբ որ դու օրը սկսում ես ժպիտով, օրը այդպես էլ պատասխանում է քեզ։ Ինչպիսին եք ուզում տեսնել հայ գյուղը 5 կամ 10 տարի անց։ Ես պատկերացնում եմ մեր գյուղերը իրոք, որ իրենց ողջ պոտենցիալը կարողանան իրացնեն։ Մեր գյուղերը կարող են լինել ֆանտաստիկ գեղեցիկ գյուղեր։ Մեր գյուղատնտեսությունը կարող է լինել ոչ թե գորշ, այլ շատ գեղեցիկ ու շատ խելացի։ Ու այդ ամենի համար մենք այսօրվանից ամեն օր անում ենք քայլեր, հա։ Մենք երբ որ գնում ենք գյուղ, ասում ենք ժողովուրդ մեծ երազեք։
մեծ մտածեք։ Օրինակ, չեք ուզի, որ ձեր գյուղի բոլոր դարպասները լինեն կապույտ գույն։ Չեք ուզի ձեր բոլորի կտուրները պայմանական ինչ-որ մտքեր են, հա, որ այդ կոլեկտիվ մտածողությունը կարտահայտեն։ Մարդիկ մեր վրա ծիծաղում են։ Ասում են, ով է պատրաստ, որ տենց բան անի ինքը։ Բայց ինչու։ Եթե իմ մտքին դա եկել է ու ես կարողանում եմ դրա մասին երազել, ես կարծում եմ, որ դա իրագործելի է։ Ու մենք շատ ենք մտածում ու խոսում դրա մասին ու ինձ թվում է մենք մի գյուղից կսկսենք դա իրականացնել, որովհետև ամեն գյուղը պետքա լինի բրենդավորված, պետքա խոսի։ Ու մեր Գեղարքունիքի մարզում այնքան գեղեցիկ գյուղեր կան, անսահման, ուղղակի իրանք այդ անշուքությանը մատնված գորշ տեղեր են, որովհետև այդ մարդիկ չեն հավատում, որ իրանք ունեն սիրուն գյուղ։ Այդ առաջինը, երբ որ մենք մտածելակերպի հետ ենք աշխատում, դա է տանելու նրան, որ 10 տարի հետո իրենց միջավայրն է փոխվի, որովհետև մարդիկ չեն կարող ապրել նույն միջավայրում այլ մտածելակերպով։ Իրանք քիչ-քիչ սկսելու են փոխել, մեկը իր բակից կսկսի, մեկը դպրոցից կսկսի, ու մենք կունենանք իրոք այն գյուղերը, որոնց մենք արժանի ենք։ Շնորհակալ եմ շատ։ Հաղորդման աջակիցն է Հայաստանում առաջին ու միակ գրոհե պաշտոնական առցանց խանութը։ Գնեք որակյալ գերմանական սանտեխնիկա օնլայն shop.grohe.am